Վերադարձանք գովազդից ու ասենք, որ նախորդ շաբաթ դատախազությունն իր հաշվետվությամբ հաստատեց, որ մեր երկրում 150-ից 160%-ով ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Այս վիճակագրությանը չէինք կարող չանդրադառնալ, ուստի մեր տաղավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մարիամ Մեհրաբյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Սա ինչ թվեր են առհասարակ եւ ինչի մասին են խոսում։ Մարդիկ պարզապես խիզախություն են ունում եւ դրա մասին հայտարարում են, թե պարզապես մենք դարձել ենք ել ավելի դաժան։ Իրականում մենք դարձել ենք ավելի դաժան, կարելի է մի փոքր ավելի ուշ վերլուծել, իսկ թվերը, որոնք որ բարձրաձայնվել է համապատասխան իրավապահ մարմնի կողմից, խոսում է այն մասին, որ ես օրինակ, իմ փորձից կասեմ, որ բազմաթիվ նամակներ, որտեղ որ անելանելի վիճակում, օգնության ճիչ է հնչում, ասելով, որ ես ամեն օր ծեծի եմ ենթարկվում, իմ երեխաները ամեն օր բռնության են ենթարկվում, իմ առաջի պատասխանը լինում է դիմեք ոստիկանություն։ Համապատասխան իրավապահ մարմինների, որովհետև ով է գրում ներողություն։ Ձեր պացիենտներն են անծանոթ մարդիկ։ Չէ, դեռ ոչ իմ պացիենտները, քաղաքացին, ով գիտի, որ ինչ որ մեկին պետք է գրի, ավելի հասանելի այս պահին երևի թե դիմել հոգեբանին, բայց քանի որ մենք մշակույթի մեջ պետք է ավելացնենք պաշտպանվածությունը եւ համապատասխան օղակներին ճիշտ դիմելաձևը, ապա կարծում եմ, որ այստեղ պարզապես թաքնված բռնության թվերն են ջրի երես դուրս եկել եւ ոչ թե բռնությունը սկսել է արդարացվել, որովհետեւ ինչու կարող է օրինակ կինը, երիտասարդ կինը կամ երեխան, անչափահասը, դեռահասը, քիչ չեն դեպքերը, որ կարող են ինձ օրինակ ավագ դպրոցի երեխաները գրել ուսուցչի անգամ դիմելաձևի կոպտությունից կամ օրինակ աշակերտներից լինեն, ովքեր որ ստանում են ուսուցչից, այո, նմանատիպ հարվածներ, շատ հաճախ ծնողները կարող են արդարացնել, որ դե դա անելանելի վիճակ է, ուսուցիչ ունի 30 աշակերտ, ինչպես կարող է ավելի տոլերանտ լինել, կամ կանայք, ովքեր որ իրենց մայրիկներին կարող են դիմել ավելի վաղ տարիքում, մայրիկը կարող ասել, իսկ քո հայրիկը գիտես, թե շատ ավելի լավն է եղել, քան հիմա որ քո ամուսինը, ահա այս եւ նման դեպքերը պահանջում են մոտեցման փոփոխություն։ Փոփոխությունը պետք է լինի ինքնապաշտպանությունից, որովհետեւ ես չեմ ուզում բացարձականացնել, որ բռնության ենթարկվում են միայն կանայք։ Բռնության ենթարկվում են նաև տղամարդիկ, բայց վստահ եմ, որ այդ տոկոսների մեջ տղամարդկանց թիվը չկա։ Շատ ավելի քիչ է, կամ չկա, գոնե թե ինձ հայտնի չեն դեպքեր, որ տղամարդը բռնության ենթարկվելուց հետո դիմում է ոստիկանություն, այո, որովհետև նույնիսկ մեր աշխատանքի ժամանակ շատ ավելի ուշ կարող է զրույցի ժամանակ ջրի երես դուրս գալ, որ օրինակ ինձ այսինչ գործիքով հարվածեց կամ առաջինը ու ես ասեմ, որ թաքնված թվերի հետևում կանգնած են լինում հոգեկան առողջության խնդիրները։ Մենք կարող է շատ ավելի այսպես սուր նայենք խնդրին, որ բռնություն, բայց բռնության ետևում կանգնած են չլուծված հոգեբանական խնդիրներ։ Բռնության ետևում կանգնած է բռնություն։ Փաստորեն այս թվերը 150-ից 160%, դա տարեկան կտրվածքով է եւ խնդիրը հենց նրանում է, որ մարդիկ սկսել են ել ավելի ակտիվ արտահայտվել եւ պահանջել իրենց իրավունքները։ Այո, սա տարիների աշխատանքի արդյունք է, կարծում եմ։ Եկեք սկզբից հասկանանք ինչ է ընտանեկան բռնությունը եւ ֆիզիկական, եւ հոգեբանական, եւ սոցիալական ասպեկտներով։ Բռնությունը իբրև եզրույթ դիմացինի իրավունքի եւ անվտանգության ոտնահարումն է։ Ֆիզիկական բռնությունը դա ուղիղ ագրեսիայի արտահայտումն է, երբ մարմնի ամբողջականությունը խաթարվում է ծեծի եւ վնաս հասցնելու միջոցով։ Ես ավելի գիտակեմ հոգեբանական բռնության, եզրույթի վերլուծության եւ տեսակների մեջ, թերևս ինձ թույլ կտամ ցիտել իմ ամուսնու հոդվածից, ով հոգեբանական բռնության տարատեսակ ձևերը հրապարակեց միջազգային հարթակում, առանձնացնելով 14 հոգեբանական բռնության ձև, առաջի տեղում դնելով ծնողի կողմից երեխային անտարբերության մատնելու ձևը։ Սա նույնպես բռնություն է հոգեբանության ասպեկտում, որը որ ել ավելի տարածված է եւ ավելի ցայտուն արտահայտվում է, երբ ծնողը ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, խնամքը
չտանելով, որովհետև առաջին հերթին երեխայի իրավունքը ծնողի կողմից ստանալ խնամք եւ հոգատարություն։ Բռնության թերևս ամենաշատ ծեծված եւ մեզ հայտնի ձևերից է երեխայի իրավունքի ոտնահարումը, որտեղ որ ծնողը կարող է երեխային ենթարկել հուզական շանտաժի։ Հուզական շանտաժը ինքը այն սպառնալիքն է, որ երեխայի հոգետրավմայի մեջ մխրճվում է իբրև որ ինքը կարող է իր արարքով այնպիսի բան իրեն թույլ տալ, որ կկորցնի ծնողին։ Ես կգնամ անտառ կկորչեմ, ես կգնամ չեմ գա, եթե դու գնաս հայրիկի կամ մայրիկի մոտ, այստեղ տարբերությունը շատ քիչ է, ապա այլևս ինձ չես տեսնի։ Այս եւ նման ձևերը մենք հատկապես ամուսնալուծությունների ֆոնի վրա ենք նկատել, ընտանեկան կոնֆլիկտներ, որոնք որ ավարտվում են ընտանիքը քայքայելով, այսինքն ամուսնալուծությամբ։ Եվ եթե պետք է տեղի ունենա Ես ներողություն եմ խնդրում մի անգամից։ Սովորաբար այդպիսի բան ասում են երեխաներին դե մինչև 3, 4, 5 տարեկան։ Ավելի մեծ տարիքում էլ ունենք վիճակագրություն։ 15 տարեկան երեխային պետք է մայրիկը ասի ես կգնամ անտառ չեմ վերադառնա։ Անտառը եթե հանենք, եթե դու գնաս հայրիկի մոտ, իմ դիաբետը կսրվի եւ ես կընկնեմ կոմայի մեջ։ Այսինքն դա ամուսնալուծված ընտանիքների մասին է։ Այդ ֆոնի վրա, այո։ Հասկացա, այսինքն երբ որ ընտանիքը կիսվում է, դու պետք է մնաս իմ մոտ կամ գնաս։ Այո, որովհետեւ այդ 15 տարեկան արդեն դատարանում իր իրավունքը արտահայտելու եւ կամ արտահայտման ուզում ասեմ մինչև 3 կամ 3-ից 5 տարեկան երեխան ինչպես պետք է հասկանա, որ դա բռնություն է կամ ով պետք է հասկանա։ Հավատացեք աչքերիս տեսածին եւ իմ զգայարաններով լսածին, որովհետեւ չեմ ցիտում որևէ գրականություն։ Այլ այստեղ ներկայացնում եմ այն փորձը, որը որ հենված է 322 ամուսնալուծությունների վրա, որտեղ որ կարծես քաղցկեղի վերջին ստադիան լիներ, որ ոչ մի բան փրկել հնարավոր չէ, անգամ երկու ամուսիններին իբրև ծնողներ ամուսիններ չկան, իբրև ծնողներ, բերել այն դաշտ, որ երեխային են վնասում։ Եվ մինչև 10 տարեկանը, երբ արդեն պետք է դատարանում երեխան հայտնի իր կարծիքը եւ ցանկությունը, որ ծնողի մոտ մնա, այդ տարիքում շատ ավելի վատ է իրավիճակը, որովհետեւ ծնողները երկուսն էլ շատ ավելի լավ, քան հուզական շանտաժն է, նրանք ուրիշ որևէ մեթոդի չեն էլ ուզում ականջալուր լինել։ Սա բռնության երեխա ծնող հարաբերությունների մեջ է։ Երբ որ խնդիրը, երբ որ դանակը հասնող ոսկորին, բայց երբ որ մենք, այսինքն նենց չի որ 5 տարեկան երեխան պետք է ինչ-որ տեղ զանգի, ասի մաման ինձ sense բան ասի։ Դե չունենք այդ պրակտիկան, բայց կարծում եմ, որ եթե մենք հիմա ունենք այս տոկոսայնությունը, արդեն իրավապահ մարմինների կողմից բարձրաձայնված, գալու է մեկ օր, որ եթե երեխաների հանդեպ բռնությունը եւ նմանատիպ վերաբերմունքը իր համապատասխան ձևակերպումը չստանա, այսինքն հոգաբարձության եւ խնամակալության մարմինը չզբաղվի երեխաների իրավունքների պաշտպանությամբ, որտեղ այս պահին նրանցն է իրավունքը, ապա երեխաները կստանան իրավունք զանգելու ոստիկանություն։ Ես գիտեմ հիմա ինչքան սա դուր չի գա շատ մարդկանց, հատկապես ծնողների, որովհետև շատերի մոտ իրավունքի ոտնահարումը դեռ դաստիարակության միջոց է։ Ծեծը արդարացվում է, խփելը արդարացվում է։ Ես կարող եմ մեկ ուրիշ դաշտից օրինակ բերել, որպեսզի ցույց տամ, որ այս տոկոսները այդքան էլ ուրեմն իրականությունից հեռու չեն։ Օրինակ, ուսուցիչը ոտնահարել է երեխայի իրավունքը, հարվածել է։ Ծնողի առաջնային ռեակցիան Դա էլ է ընտանեկան բռնություն։ Չէ, սա ընտանեկան չէ, սա ուղղակի երեխա իրավունքի ոտնահարում, բայց որտեղ է մտնում ընտանիք, որ ծնողը սկսում է արդարացնել ուսուցչին, եւ այստեղ երկու մեծահասակ միջակատում երեխային դարձնում են, քիչ է ասել նևրոտիկ, քիչ է ասել խաթարում են երեխայի առողջ լինելու իրավունքը։ Եկեք նաև ես ծնողների եւ ուսուցիչների կողմից լինեմ։ Չէ՞ որ կան աշակերտներ եւ երեխաներ, որոնք որ իրանց իսկապես ահավոր են պահում։ Ես հասկանում եմ, որ դա ոչ մեկին իրավունք չի տալի հարվածելու կամ չգիտեմ ինչ անելու, բայց եթե դպրոցական երեխան գալիս է դասի եւ անդադ իր հեռախոսի մեջ մտածե եւ ուսուցիչը իրավունք չունի այդ հեռախոսը վերցնել, որտեղ դա անձնական իր է եւ այլն, չի լսում, դասը խանգարում է։ Բայց այդ խնդիրը արդեն լուծում ունի շատ դպրոցներում։ Ինչպես։ Երեխաները մուտքի մոտ հանձնում են հեռախոսները։ Այսինքն համակարգը պետք է աշխատի։ Այսինքն այո, խնդիրը համակարգում է, բայց ոչ բոլոր դպրոցներում է դա աշխատում։ Դե միգուցե հենց այս եթերը կարող է լավ օրինակ լինել, որ եթե հեռախոսը բերելու է բռնության, ուրեմն եկեք հեռախոսը վերցնենք։ Հանենք։ Այո։ Եվ ի վերջո բռնությունը լուծում չէ հարցին, այլ հակառակը։ Լինում է սխալ արարքին
սխալ պատասխան, որը միայն ամրապնդելու է երեխայի, եթե այդպես կարելի ասել, անտանելի վարքը։ Բայց երեխան հենց դրա համար է երեխա, ով կարող է սխալվել, ով կարող է վարքի մեջ ունենալ իսկապես անտանելի տարրեր, բերել ընտանիքից դպրոց, դպրոցի միջավայրից տանել ընտանիք, բայց ես կարծում եմ մեծահասակի առաքելությունը հենց այն է, որ միշտ օրինակը դնի սեղանին, որ ես հիմա կարող եի օրինակ շատ ավելի վատ արձագանքել, բայց հիմա իմ հանդուրժողականությամբ քեզ օրինակ եմ ծառայում, որ քո արարքը շատ դեռահասներ հետո ասում են, ես եթե հիշում եմ ինչպես եմ ինձ պահել, ես ամաչում եմ իմ արարքից, այսինքն մեզ այդտեղ պետք է համբերատար հասնել գիտակցության աստիճանին, հիմա բոլորը կասեն հոգեբանին խոսելը հեշտ է, բայց ամեն դեպքում մենք պետք է միմիայն հոգեբանական մշակույթով առաջնորդվենք, թերևս ես դա կարող եմ անել։ Սա ծնողի երեխա հարաբերությունների մասին, բայց եթե խոսենք ամուսնական հարաբերությունների մասին եւ վերադառնանք ամուսնալուծության թեմային, շատ դեպքերում այդ ամուսնալուծությունը կարծես թե փրկության միակ ելքը լինի, իսկ մեծամասամբ դեպքերում էլ շատ հաճախ մարդիկ ապրում են բռնարարի հետ եւ հանդուրժում են նրան։ Ինչու, որտեղ է վախերը։ Շատ հաճախ բռնարարից են գնում բռնարարի մոտ։ Մենք ունենք վաղ ամուսնությունների չասեմ ինստիտուտ, վաղ ամուսնությունների Երբ որ մեծ աղջիկները ուզում են ազատվել։ Ազատվել ընտանիքում տիրող իրավիճակից եւ մայրիկի սցենարը վերցրած, նաեւ տղաներն էլ ուզում են բռնարար հայրիկի ֆոնի վրա շուտ մեծ Երևալ, որպեսզի հավասարը հավասարի հետ գնան, եւ այս ֆոնի վրա մենք ունենում ենք բռնարարից ուղակի տեղափոխվում ենք բռնարար եւ մեծացնում ենք բռնարար։ Շղթան այստեղ չի դադարում գոյություն ունենալ։ Շղթան կդադարի այն ժամանակ գոյություն ունենալ, երբ մենք չենք բռնարարին։ Ես համոզված եմ, շատ մեր սիրելի քաղաքացիներ, թե կին եւ թե տղամարդ, ես չեմ ուզում տարանջատել, ապրում են բռնարարի հետ։ Տղամարդը ծիրան կնոջ հետ, կինը դեսպոտ ամուսնու հետ եւ նրանք չեն ճանաչում դեմքով, որ իր ամուսին օրինակ քայքայում է իր կյանքը, առողջությունը եւ հակառակը։ Չի հասկանում դա։ Չի ճանաչում, այո, նրա համար դա նորմայի շարք է, որովհետև իր ընկերուհու ամուսինն է մի բան չէ, մայրիկը ասել է, որ քո հայրիկը եւ պապիկը նույն վիճակում են եղել, եւ ի վերջո նա մեծացել է նման ընտանիքում, եւ մեծացել է եւ տեսել է, եւ միայն այն ժամանակ է բռնության շղթան դադարում լինել, երբ միայն կրթությամբ եւ լուսավորությամբ մենք ճանաչում ենք տիրանին, մենք ճանաչում ենք նարցիսին, մենք ճանաչում ենք բռնարարին, հայերեն այսպես ավելի կամփոփեմ։ Բռնարարը այն մարդն է, ով պարբերաբար քեզ ստիպում է, որ դու քեզ զգաս մեղավոր։ Դա կլինի հայացքով, դա կլինի բղավոցով, դա կլինի դուռը շրխկացնելով, դա կլինի քեզ սահմանափակելով որոշակի իրավունքների մեջ։ Ամենատարածվածը, երբ տեսնում ենք, որ դու պետք է չաշխատես, բայց խոստումը, որ ձեր աղջիկը մեր տանը իր կրթությունը կշարունակի եւ կարիերա կունենա եւ ամեն ինչ կանի, ընդամենը 3 օր հետո նույն աշխուժ հարսանիքից դադարում է գոյություն ունենալ։ Հաջորդ կարևոր թերևս լուսավորչական աշխատանքը ինչպես ճանաչել բռնարարին, ես այս պահին ներկայացրեցի տղամարդ բռնարարը ինչպես կարող է տարական ձևով իրեն պահել կնոջ կողմից, երբ օրինակ կինը կարող է ամուսնու ժամանցը տարբեր կերպ ուրեմն սահմանափակել։ Իհարկե, մենք ունենք շատ վատ մշակույթ, աշխատանքից հետո տարբեր կերպ տուն չգնալու, բայց այստեղ շատ կանանց, երբ հիմա այս հարցը բարձրաձայնեմ, շատերը իրենց մեջ էլ դա կգտնեն, երբ ամուսինը տուն է գալիս։ Իր կերպարով բռնարար կին ինչպես է դիմավորում։ Այն իմ ասած հայացքը, ընտանիքում չկա մթնոլորտ, ընտանիքում չկա հոգեբանական բարեհարմար մի կարգավիճակ, ստացվում է, որ արդեն մարդը ուզում է այդտեղից փախնել։ Փախնում է, բայց կրկին հետ գալուց հանդիպում է մեկ այլ բռնության, օրինակ առավոտ կանուխ։ Вот такой вот замкнутый круг։ Դա։ Եկեք մի բան հասկանանք։ Նախ երբ պետք է մարդը հասկանա, որ իր կողքին ապրում է բռնարար։ Եվ ինչ պետք է նա անի։ Չգիտեմ, զանգի ոստիկանություն։ Ամուսինը իր դեռ չի ծեծե իրեն, օրինակ։ Եվ ոստիկանը ասում է, բայց ֆիզիկապես ոչ մի խնդիր չկա, ձեզ ընդամենը օրինակ ասել է դու չպետք է աշխատես։ Դա արդեն գործ հարուցելու արդեն մեր գործիքն է։ Չի գալի ամուսինը հոգեբանի մոտ։ Այ դա շատ մեծ խնդիր է։ Մենք հիմա կօգնենք բոլորին, ովքեր չեն գնում հոգեբանի մոտ։ Երբ դուք հարցը տվեցիք, ես ինձ բռնեցի նրա վրա, որ ավելի հարմար տեղավորեցի, ոնց որ գնդակը իմ դաշտում է եւ ես պետք է հիմա իմ զենքերը օգտագործեմ։
Երբ հասկանանք եւ ինչ անենք։ Բոլորս չէ, թեկին թե տղամարդ։ Իհարկե, երբ որ տղամարդը ամուսնությունից 4 օր անց կամ 5 օր անց հասկանում է, որ իր կին օրինակ իր պետք է արդեն ապտակել է։ Հա, մենտալ անգամ ապտակել է, որտեվ այդ մարդը, չգիտեմ, 10 տարի շարունակ ամեն շաբաթ օրը ժամը 11-ին գնում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալու, հետո գնում են իրար հետ սաունա, իսկ ինքը ասում է, որ չէ, ամուսնացել եք վերջ։ Արդեն դա տեղի ունենալ չի կարող, որտեվ ես հիշում եմ, որ հիմա դա բռնություն է արդեն։ Հոգեբանական մասով դա բռնություն է, որտեղ որ դուք ձեզ զգացիք մեղավոր, արդեն բռնությունը տեղի է ունեցել։ Ինչ անենք։ Ես չէ, Մարդիկ, կետերով գնանք։ Ինչ չեն բռնանում։ Առաջինը, եթե բռնությունը սկսում է ամրապնդվել, գործը բարդանում է։ Սա նշանակում է, որ առաջինը բռնությանը պետք է արձագանքել, բարձրաձայնելով սեփական տարածքի եւ ժամանակի մասին իրավունքը։ Բռնարարին։ Իհարկե։ Մանիպուլյացիայի տեսության մեջ հակամանիպուլյատիվ հրաշալի տեխնիկա կա։ Մանիպուլյացիան պետք է կտրել, ասելով, որ ես տեսնում եմ, որ դու բռնարար ես։ Եվ ես տեսնում եմ, որ դա սահմանափակելու իմ իրավունքը։ Եթե մարդիկ չեն վախենում դիմացինին կորցնելուց, սա հղի է վտանգով, որ կարող են այլևս քո հետ չլինել, որտեվ նա քեզ ընտրել էր, որտեվ քո հաշվին կարողանում էր ինքնահաստատվել, իր իրավունքը իրացնել եւ կարողանում էր իր մեծությունը եւ առավելությունը կառուցել նման կնոջ կամ նման տղամարդու կողքը։ Դասական օրինակ, որ կինը բարձրաձայնում է, նա ինձ չի թողել աշխատել, ամուսինը հակառակ կողմից արձագանքում է։ Դու ուզեցար աշխատել, ես քեզ թույլ չտվեցի։ Տեսեք, մանիպուլյացիան այսպես շղթայաձև պտտվում է եւ կանգնեցնելու համար կա հետեւյալը. կինը վաղվանից պետք է գնա աշխատելու։ Մենք հիմա ուղղակի աշխատանքն ենք օրինակ վերցրել, բայց բոլոր դեպքերում սա կարող է տեղի ունենալ։ Բարձրաձայնելու ֆոնի վրա մենք միանգամից մերկացնում ենք բռնարարին, որովհետև շատ բռնարարներ կարող են ուղղակի այս դեմքով լինել, շատ բռնարարներ կարող են շատ դրական լինել, դուք կարող եք ուղղակի մարդու հետ շփվել եւ ներսում չիմանալ, որ ընտանիքում նա կեղեքում է եւ անգամ կարող է սեփական աղջիկ երեխայի իրավունքը սահմանափակել։ Իսպանական թրիլերներում տենց արվում սովորաբար։ Համաձայն եմ, բայց կանխարգելման տեսանկյունից ներողություն, եթե չի կանխարգելվում եւ շարունակվում է եւ չի ընդունում մարդիկ մեղավորությունը։ Հիմա պատկերացրենք, ես ու Հասմիկը ընտանիք ենք, ես ուզում եմ գնամ ֆուտբոլի, Հասմիկը ասում է ոչ, ես էլ ասեմ Հասմիկ չեմ, բայց որպես գործընկերներ կարող եք օրինակը բերել։ Չէ, դե որպես գործընկերներ ինչ խնդիր պիտի լինի։ Այն խնդիրը, որ օրինակ դուք թույլ չտաք, որ Հասմիկը օրինակ ես ինչ իրավունք ունեմ, խոսելու իրավունքը իրացնի, անընդհատ եք, այստեղ է կա բռնության տար։ Հա, բայց ես ներողություն եմ խնդրում, կամ ինչ Հասմիկը պետք է ասի, չէ, ես եմ խոսում, ինչպես դա պետք է։ Այժմ հասկանամ, քանի անգամ պետք է փորձի իր մանիպուլյացիաները կանգնացնի, հետո հասկանա, որ սա խնդիր է եւ երբ պետք է վերջը զանգենք ոստիկանին կամ զանգենք հոգեբանին եւ ոստիկանը ձեզ կլսի այն ժամանակ, երբ կա կապտուկ։ Հոգեբանը ձեզ կլսի այն ժամանակ, երբ դուք նեղված եք զանգել եւ անօգնական եք եւ ունեք հոգեբանի կարիքը։ Այսինքն ես ինչու բերեցի, որ որպես գործընկերներ դրան մենք պետք է փորձենք իրար հետ մեր հարցերը լուծենք։ Հենց հիմա ես իմ իրավունքը իրացնեմ եւ վերլուծեմ, որտեվ հարցը հնչել է։ Ինչու ես ասեցի, որպես գործընկերներ էլ կարող ենք այդ դեպքը քննարկել, որտեվ շատ մարդիկ գործընկերային հարաբերություններում էլ սկսում են մտածել, որ իր իրավունքը դիմացինից շատ է եւ սկսում է մանիպուլյացիաների շարքը մինչեւ այնտեղ, որտեղ դա դառնում է արդեն բռնություն, նա չի ուզում գնալ աշխատանքի։ Հիմա կետ առաջինը բարձրաձայնելուց հետո այն էր, որ եթե օրինակ հարց հնչում է այնպես, որ կանխարգելումը տեղի չի ունեցել, տեսեք սիրելիներս, եթե առաջին փուլում կարող էր բռնարարը շատ ավելի մեղավոր լինել, երկրորդ փուլում զոհը միացել է բռնարարին։ Այսինքն թույլ է տվել, որ այդ ժամանակը զոհի մեղավորությունը հավասարազոր է բռնարարի բայց ոչ առաջին փուլում, սա պետք է տարբերակ։ Առաջին փուլում չէ։ Երկրորդ փուլում, նույնիսկ երկրորդ փուլն է կարող է շատ ավելի զոհականացման համար արդարացում լինել, բայց երրորդ փուլում արդեն զոհը միացել է բռնարարի։ Սա այն դեպքն է, որ երբ հիվանդությունը եւ բժիշկը միանում են իրար, հաղթում են պացիենտին։ Երբ պացիենտն է միանում բժշկին, հաղթում են հիվանդությանը։
զոհը երբեք, երբ արդեն իդենտիֆիկացիա է անցել, որ վերջ արդեն ինձ զոհականացնում են, չպետք է ժամանակի մասով 1 րոպե անգամ ավել մնա նրա կողքը։ Բայց մենք ունենք 20 տարվա, 30 տարվա, 40 տարվա դեպքեր, որտեղ որ արդեն դե այսքան տարի անցել է, այսքան դիմացել եմ, դե հիմա երեխաները, դե հիմա սա, դե հիմա նա։ Արդեն զոհը կարող է կանխարգելել, նույնիսկ չի կարող հաղթահարել։ Մարդիկ շատ հաճախ ընտանեկան բռնության թեման շարունակելով ուզում են փրկել ընտանիքը, բայց եթե կարող են ինչ-որ մի փուլում, թեկուզ դեր ասած առաջին փուլում դիմել հոգեբանի եւ լուծել այդ խնդիրները ու անցնել առաջ, հիմնականում հայ մտածողության մեջ տղամարդիկ չեն ուզում դիմել հոգեբանի եւ հաճախ խառնում են հոգեբանի ու հոգեբուժի գործառույթները եւ իրենց վատ են զգում նույնիսկ հոգեբանի դիմելիս։ Հիմա ինչպես կարող է կինը, այսպես ճակերտավոր ասված, համոզել տղամարդուն, որպեսզի միասին դիմեն հոգեբանի եւ լուծեն իրենց ընտանեկան այդ առաջին խնդիրները, որպեսզի հետագայում դրանք չխորանան։ Եթե համոզել, ապա կինը դիմում է մանիպուլյացիայի։ Շատ դեպքերում այսպես է լինում, որ ընտանիքում խնդիրը խորն է, բայց տղամարդը չուզելով արդեն այդ վերջին թելը կորցնել, կնոջը կարող է բերել հոգեբանի մոտ, ասելով, որ իր համարը մեկ է, ես խնդիր չունեմ։ Ինչ է անում հոգեբանը, ցույց է տալի խնդրի ամբողջականությունը եւ հավատացած եղեք տղամարդկանց դիմելիությունը վերջին 3 տարիներին շատ ավելի է։ Ցավոք դրան նպաստել է պատերազմը, բայց դիմելիությունը բավականին բարձրացել է տղամարդկանց կողմից չխուսափելու մասով։ Թե կհաճախեն թերապիա միջև վերջ կանեն, դա հարցի մյուս կողմն է, բայց որ առաջին քայլ ավելի շատ է արվում, հավատացած եղեք, շատերին տագնապային գրոհը այնպես է խեղդում, որ արդեն հոգեբանին դիմելը դառնում է թիվ 1 գործը, նույնիսկ ասում են, եթե պետք է, ես հոգեբուժի մոտ էլ կգնամ։ Այս նախադասությունը ավելի հաճախ ենք լսում։ Ինչ վերաբերվում է հարցի մեխին, որը դուք հնչեցրեցիք, հարցի լուծումը հետևյալում է, որ այստեղ շատ հաճախ համոզելու խնդիրը չէ, պետք է ասել ուղիղ։ Գիտեք, բռնարարը մի շատ կարևոր ագրեսիվ դառնալու մեխանիզմ ունի, երբ վախի հոտը առավ, մետաֆորիկ ասած, նա ավելի է կատաղում։ Նա ավելի է սկսում վախեցած մարդուց բարկանալ։ Տեսել եք այդպիսի տեսարան, որ երբ բռնարարը հարձակվում է, երբ մյուս կողմը վախեցած է, նա դրանից քեզ ասում եմ չլացես, քեզ ասում եմ քեզ այդպես չպահես, քանի անգամ ասել դու այդպես ընկճված չլինես։ Սա բռնարարին գրգռելու մի մեխանիզմ է, որտեղ կա վախը, որովհետև բռնարարի հիմքում ընկած է վախեցած եւ անօգնական մեկը։ Եվ երբ նա հայելային զոհի մեջ տեսնում է իրեն, նա դրանից ավելի է վախենում։ Ես չգիտեմ կարճ եթերում այս խորը թեման ընկալելի կլինի թե ոչ, բայց ինձ թվում է կարողացա միտքս ձևակերպել։ Եվ զոհը այս ֆոնի վրա միմիայն պետք է լինի շատ ավելի համարձակ եւ ուղիղ, որ եթե դու այս ներողություն, եթե դու այս պայմանը չփոխես, ապա հարաբերությունները կդադարեն։ Եվ եթե հարաբերությունները դադարում են, այստեղ եկանք նրան, որ ամուսնալուծությունը շատ հաճախ կարող է ուղղակի լինել փրկություն, բայց մեր իրականության մեջ ամուսնալուծությունը դառնում է ատելության եւ ավելի սենց պատերազմ է դառնում շատ հաճախ։ Դե որտեղ մեր իրականության մեջ ամուսնալուծությունը դա ոչ թե անձնական գործ է, այլ ընտանիքների, ցեղերի, տոհմերի, քերիների, հոպաների, հարևանների, գոլեգաների խնդիրն է դառնում, դրա համար է այդ վիճակում ենք։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, չէ՞ որ այս ընտանեկան բռնության ստատիստիկան միայն Հայաստանում չի։ Չէ՞ որ աշխարհի կարծես թե ամենալավ երկրներում Իհարկե Շվեյցարիա, սկանդինավյան երկրներ եւ այլն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ շատ է այդ ամենը եւ անդադ դրա մասին խոսում են։ Այսինքն դա ոչ թե աղքատ երկրների խնդիր է, ոչ թե, չգիտեմ, իսլամական երկրների խնդիր է կամ աֆրիկական երկրների, դա համամարտկային խնդիր է։ Եվ մարդկությունը այդ խնդիրը ունեցել է միշտ, հիմա ունի եւ ըստ երևույթի կունենա։ Պայքարել դրա դեմ, որ չլինի, կարող ենք, թե չենք կարող, թե պարզապես ձգտում ենք, որ մի քիչ մեղմացնենք այդ ամենը եւ միգուցե սա ձևական բնույթ է կրում։ Եթե դա դարեր շարունակվում է։
քաջատեղյակ լինելով ձեր կողմից նշված վիճակագրություններին, անհամեմատելի է զարգացած երկրների եւ ոչ զարգացած երկրների բռնության ձևերը եւ դրա դեմ պայքարի մեխանիզմները, որովհետեւ եթե վերցնենք սկանդինավյան երկրների օրինակները, այնտեղ բարձրաձայնելը պայքարի ձև է եւ մշակույթի զարգացման ձև է, որովհետեւ չմոռանանք, որ այնտեղ ցանկացած բարձրաձայնված ձայն ստանում է արձագանք։ Նույն եթե աֆրիկական երկրները վերցնենք, ապա այնտեղ բռնությունը արդարացված է եւ գերիշխանության եւ դաստիարակության մի մեթոդ է։ Եվ եթե կամած մոտենանք մեր լեռնաշղթային, մենք հիմա մեջտեղում ենք գտնվում, բարձրաձայնում ենք, որ կանխարգել ենք, բայց դեռ մի զգալի տոկոս, շատ մեծ տոկոս, ինքը բռնությունը սկսում է արդարացնել։ Ես խոսքս կամրապնդեմ հետեւյալ օրինակով, որ շատ դեռահաս աղջիկներ այսօր իրենց կողքին չեն պատկերացնում կիրթ ցածր խոսող կամ ինտելիգենտ մեկին, պատկերացնում են ուժեղ մեկին, ում ձայնը բոլորից բարձր է եւ ով կարողանում է բռունցքով հարվածել սեղանին։ Այս տոկոսը դեռ պահպանված է եւ աղջկական ռոմանտիկայի մեջ բռնարարը ամրապնդված է, որտեղ դա շփոթվում է ուժեղի հետ, դեռ մեզ մոտ ինտելեկտը չէ ուժի նշան, այլ ագրեսիան է ուժի նշան։ Ցավոք սրտի մենք ապրում ենք այդպիսի հասարակությունում, բայց փորձում ենք ինչ-որ բաներ անել։ Շատ շնորհակալություն ձեզ։ Շատ կարևոր թեմա էր։ Էլի կգամ կարևոր թեմաների։ Որովհետև թեման կարծես թե չի ավարտվում եւ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Գովազ Շանթի եթերում այս պահին, որ լինի ամեն ինչ ճիշտ։